Siz nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Սեփականության յուրացումը հայոց ցեղասպանության անմիջական բաղկացուցիչն է։ Ունեցվածքի բռնագրավումը, որը ներառում է հայերի անհատապես եւ հավաքական հարստության յուրացումն ու բաշխումը, ուղղակիորեն կապված է հայկականության ոչնչացման հետ։ Այս համատեքստում նախատեսվում էր, որ տասնյակ հազարավոր միավոր անշարժ գույք, տներ, դաշտեր, այգիներ եւ տարբեր շարժական գույք, օճառից մինչեւ կտորեղեն, կբռնագրավվեն պետության կազմած յուրացման եւ բաշխման ծրագրի շրջանակներում։ Հայկական ինքնության խորհրդանիշները, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը եւ դպրոցները, որոշ տեղերում բռնագրավվել են պետության կողմից, որոշ տեղերում էլ տեղական դերակատարների։ Սոցիալական եւ պատմական նշանակությունից զրկված այս վայրերը պետության կողմից վերածվել են այնպիսի կառույցների, ինչպիսիք են բանտերը կամ ոստիկանական բաժանմունքները, իսկ տեղական դերակատարների կողմից յուրացվածները օգտագործել են իրենց անձնական շահերին եւ ցանկություններին համապատասխան։ Սա հատված էր թուրք պատմաբան Մեհմեդ Փոլաթելի 2 տարի առաջ հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հրապարակած հոդվածից։ Իրական Թուրքիայի այս թողարկմանը դիտեք։ Ապրիլի 24-ը եւ Թուրքիան Մեջլիսում մթնոլորտը մի քիչ թեժացել է, երբ падգամավորներից մեկը հարցրել է, որտեղ են այդ երկրի միլիոնավոր հայերը։ Bugün Türkiye tarihinde kara bir leke olan Էրդողանի ուղերձը ավելին քան ժխտողականություն, կողք կողքի միասնաբար պիտի կերտենք Թուրքիայի դարը։ Հայերին Թուրքիայի դարն է պետք։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը պահանջում է, որ Էրդողանն ավելի համոզիչ ժխտի ցեղասպանությունը։ Ankara Büyükşehir Belediye Başkanımız Sayın Mansur Yavaş'ın Արդարության խլացվող ձայները, ընդունեք մեղքը բոլոր իրավական հետևանքներով, այլապես ցեղասպանության անեծքը չի վերանա այս հողերից։ Enver, Talat, Cemal Paşalar Ցեղասպանության գործնական շարունակությունը Բաքվում Թուրքիայի դեսպանն ինտենսիվ հայտարարություններ է անում Զանգեզուրի միջանցքի մասին։ Büyük projeler devam ediyor. Եվ վերջում հարցազրույց այսօր Թեմել Դեմիրեր, զտարյուն թուրք, գրող, որը Թուրքիայից պահանջում է ճանաչել ցեղասպանությունը, եւ քանի դեռ այդ քայլը չի արվել, չի հավատում Փաշինյան-Էրդողան կարգավորմանը։ Ermeniler tarihinizi unutun. Bir katliama uğramadınız. Gıkınızı çıkarmayın. Susun, unutun. Եվ այսպես ապրիլի 24 Թուրքիա եւ սկսենք Մեջլիսից, որովհետեւ այնտեղ մթնոլորտը մի քիչ թեժացել է, երբ Քրդամետ դեմ կուսակցությունը ներկայացնող падգամավորներից մեկը, ինչպես նշում են թուրքական որոշ լրատվամիջոցներ, Թուրքիայի Մեջլիսի միակ քրիստոնյա падգամավորը, ազգությամբ հասորի Ջորջ Ասլանը խոսել է Թուրքիայի պատմության Սև լաքայի մասին։ Падգամավորը համարձակություն է ունեցել խոսել ցեղասպանության մասին, բայց ցեղասպանություն եզրը չի օգտագործել։ Եթե գործած էր, կարող էր բանտ նետվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, մեղադրվելով Թուրքիան թուրքերին թրքությունը վիրավորելու մեջ։ Ահա առավելագույնը ինչ հնչել է ամբողջական թարգմանությամբ։ Bugün Türkiye tarihinde kara bir leke olan Այսօր Թուրքիայի պատմության վրա սև լաքայի նման քսված 1915-ի ապրիլի 24-ին կատարվածի 110-րդ տարելիցն է։ Ես հարգանքով եմ հիշում այս իրադարձությունների ժամանակ իրենց կյանքը կորցրած հայերին, ասորիներին եւ մյուս բոլոր ժողովուրդներին։ 1915 թվականին Թուրքիայի բնակչությունը կազմում էր 13 միլիոն, որից 3 միլիոնը քրիստոնյա ժողովուրդներն էին։ Այսօր Թուրքիայի բնակչությունը 86 միլիոն է, քրիստոնյա ժողովուրդների թիվը 50,000։ Հիմա ես հարց ունեմ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցություններին։ Ես այս հարցն անցած տարի էլ տվեցի, բայց ոչ ոք չի ուզում պատասխանել այս հարցին։ Şimdi parlamentoda bulunan bütün siyasi partilerin gruplarına bir sorum var. Geçen sene de bu soruyu sordum fakat hiç kimse bu Հարցրու պատմաբաններին։ açmıyor. Sorum şu. Peki neden bugün Türkiye'nin Իմ հարցը սա է. Ինչու է Թուրքիայի բնակչությունը այսօր 86 միլիոն, իսկ այս մարդկանց թիվը 50,000։ Միայն այս հարցին ձեր պատասխանով ժողովրդավարությունը կգա Թուրքիա։ Հակառակ դեպքում ժողովրդավարությունը այս երկիր չի գա։ olaylarda Sayın Demir buyurun. Bismillahirrahmanirrahim. Sayın Başkan, bu yıl
çiftçilerimiz, köylülerimiz ve hayvancılıkla uğraşan Թուրքիայի մեջլիսի այս նիստի ուղիղ հեռարձակման ամբողջական տեսանյութում երևում է, որ այսքանն ասելուց հետո падգամավորի ձայնն ուղղակի անջատում են։ Հունիստը վարողը խոսքի իրավունքը տալիս է այլ падգամավորի, որը սկսում է խոսել Թուրքիայում հողագործության եւ անասնապահության խնդիրներից։ Բայց ընդհանուր կադրում երևում է, որ նախորդ թեման չի ավարտվել։ Սկսվել է լեզվակռիվ։ Ցեղասպանության մասին խոսող падգամավորին մեկ այլ падգամավոր Էրդողանի կուսակցությունից Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ունալ Քարամանը հակադարձել է։ Ջորջ Ասլանը պատասխանում է ժեստերով։ Անասնապահությունից խոսող падգամավորը մի պահ լռում է ու լսվում է, որ ցեղասպանության մասին հայտարարություն արած падգամավորը ավելացնում է։ Խստորեն դատապարտում է այդ իրադարձությունների մասնակիցներին եւ կազմակերպիչներին։ çok zor bir yıl olarak geçiyor. Sayın Demir buyurun. Buyurun. Bismillahirrahmanirrahim. Sayın Başkan, Պատգամավորը վերջում հավելում է. դե վեր կացեք տղամարդավարի պատասխանեք հնչած հարցին, թե ինչ պատահեց հայերին։ Պատասխանը դժվարությամբ է լսվում։ Թուրքական որոշ մեդիա ռեսուրսների փոխանցմամբ հնչել է հետևյալը. դուք ավելորդ եք խոսում, հարցրեք պատմաբաններին, հարցրեք ինքներդ ձեզ։ Եվ անասնապահությունից խոսող պատգամավորը շարունակել է Թուրքիայի մեջլիսի օրակարգը։ Հիմա Էրդողան։ Թուրքիայի նախագահն իր ժխտողական հայտարարության տեքստում, ինչպես Փաշինյանն իր հայտարարության մեջ ընդգծել է, թե ցեղասպանությունը եղել է առաջին համաշխարհային պատերազմի օրերին։ Իբր հայերը զոհվել են պատերազմի պատճառով։ Որպես ցեղասպանության պատճառներ Էրդողանը նաև նշել է ապստամբությունները, հրոսակախմբերի հարձակումները, զինված խմբերի շարժումները եւ համաճարակները։ Այս կերպ ցեղասպանը հայերին, զոհերին է մեղադրել ցեղասպանվելու մեջ։ Բայց Էրդողանը սա իհարկե առաջին անգամ չէ, որ անում է։ Ինչևէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարեց, թե պետք է վերանայենք հայոց ցեղասպանության պատմությունը եւ հասկանանք ինչ եւ ինչու է տեղի ունեցել, մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ մենք առաջարկում ենք տալ ամենապարզ հարցը՝ ցեղասպանության իրական պատճառներից առնվազն մեկը հասկանալու համար։ Ինչ ստացան թուրքերը ցեղասպանություն իրագործելով։ Հայկական տարածքները։ Էրդողանի հայտարարության տեքստի շարունակության մեջ նշվում է, թե իրենք Թուրքիայում թույլ չեն տվել որևէ խտրականություն։ Դինքի սպանությունը, որը հայերի եւ թուրքերի հաշտության մասին էր խոսում, Թուրքիայի բանակում ծառայող Սևակ Բալыкչիի սպանությունը 2011 թվականի հենց ապրիլի 24-ին, Արցախ ներխուժումը եւ 5000 հայերի սպանությունը, Էրդողանի խոստովանությամբ, որ հենց Թուրքիան է մտել Արցախ։ Biz nasıl Karabağ'a girdiysek Մենք ինչպես Ղարաբաղ մտանք, ինչպես Լիբիա մտանք, նույնը Իսրայելի պարագայում կանենք։ benzerini aynen onlara da yaparız. Եվ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ուղերձում Թուրքիայի նախագահը ամենաուղիղ եւ բառացի ձևակերպմամբ նշում է. կողք կողքի միասնաբար պիտի կերտենք Թուրքիայի դարը։ Հայերին Թուրքիայի դարն է պետք։ Հայերը Թուրքիայի դարն են կերտելու։ Էրդողանից բացի նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն է հայտարարություն տարածել, ժխտելով հայոց ցեղասպանությունը եւ կեղծելով պատմությունը։ Մենք ամբողջությամբ մերժում ենք 1915-ի իրադարձությունների վերաբերյալ արված ցանկացած հայտարարություն, որը հակասում է պատմական փաստերին եւ միջազգային իրավունքին։ Նման նախաձեռնությունները, որոնք ակնհայտորեն ուղղված են անցյալի ցավերը քաղաքական նպատակներով շահարկելուն, բացարձակապես անհիմն են։ Նշված է Թուրքիայի արտգործնախարարության կայքում։ Այս տեքստում կարևոր է նկատել ժխտողականության թեզերից եւս մեկը, թե անցյալի ցավերը շահարկվում են քաղաքական նպատակներով, որի մասին է նաեւ Փաշինյանի այս հայտարարությունը։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Սա նշանակում է, որ Թուրքիան պարտադրել է Հայաստանի կառավարությանը հաշվի նստել իր մոտեցման հետ, կամ էլ Փաշինյանը նոր է բացահայտում թուրքական ժխտողականության գլխավոր թեզերը, որոնք երբեմն միայն գիտելիքների պակասի պատճառով կարող են համոզիչ թվալ։ Եվ նոր բացահայտելու մասին պնդումը հիմնավորում ունի Փաշինյանի նախկին հայտարարություններով, երբ գիտեր, թե ով եւ ինչու է իրագործել հայոց ցեղասպանությունն ու ընկալումները վերանայելու հարց չեր դնում։
Թուրքական մեդիայում ցեղասպանության տարելիցին տոտալ լռություն էր։ Միայն Էրդողանի հայտարարությանը մի քանի համառոտ անդրադարձ։ Թուրքիայի կուսակցություններից, իրավապաշտպան կազմակերպություններից հնչել են մի քանի դատապարտող հայտարարություններ, որոշները համարձակ, որոշները զգուշավոր։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից մեկն անգամ համարձակություն է ունեցել հայտարարությունը ձևակերպել այսպես. Չպատժված հանցագործությունը շարունակվում է։ Soykırımın inkarı biz yapmadık demekten ibaret değildir. Ցեղասպանությունը ժխտելը միայն մենք դա չենք արել ասելը չէ, հազար անգամ ավելի վատ է։ Այն զոհերի թողներին ստիպում է վերապրել ցեղասպանությունը կրկին ու կրկին առօրյա կյանքի անթիվ մանրամասների միջոցով։ Ժխտումը մարդասպաններին հերոստացնելն է, ցեղասպաններին մեծարելն է։ Ցեղասպանության ժխտումը նշանակում է հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռասիստ սերունդներ դաստիարակել, զոհերի հիշատակն անվերջ վիրավորել եւ զոհերի ապագա սերունդների վերքերը թողնել բաց եւ արյունահոսող։ Enver, Talat, Cemal Paşalar ve iddiatçılık övgüleri ırkçılığı besliyor, toplumsallaştırıyor ve yeni kuşaklar böyle yetişmeye devam ediyor. Վերջին տարիներին ցեղասպանության ճարտարապետների, Հենվերի, Թալիաթի, Ջեմալ Փաշաների եւ միութենականների գովասանքը սնուցում է ռասիզմը, սոցիալականացնում այն եւ նոր սերունդները շարունակում են դաստիարակվել այս կերպ։ Evet, bu topraklarda işlenmiş ve işlenmekte olan ağır insan hakları ihlalleri, Cumhuriyet'in üzerine inşa edildiği soykırımın lanetli mirasıdır. Այո, այս հողերի վրա կատարված եւ կատարվող մարդու իրավունքների լուրջ խախտումները այն ցեղասպանության անիծյալ ժառանգությունն են, որի վրա կառուցվել է Թուրքիայի Հանրապետությունը։ Soykırım yalnızca tüyler ürperten katliamlardan, nehirlerden cesetlerin akmasından, vadilerin parçalanmış insan bedenleriyle dolmasından ibaret değildir. Ցեղասպանությունը միայն սարսափելի կոտորածներ, դիակներով լի գետեր եւ մասնատված մարդկային մարմիններով լի հովիտներ չեն։ Ցեղասպանությունը միայն սարսափելի աքսորի մասին չէ, որտեղ ընտրվում է մահը, որտեղ մահը փրկություն է, որտեղ մարդիկ անմարդկայնացվում են, որտեղ ճանապարհներին հարձակումներ են, սով, հիվանդություն եւ բռնաբարություն, ինչպես նաեւ աննկարագրելի, անդառնալի դաժանություն։ Ցեղասպանությունը նաեւ կողոպուտ է, թալան, ավար, հսկայական գողություն։ Գողությունը չի սահմանափակվում միայն ցեղասպանության զոհերի անշարժ գույքով, արհեստանոցներով, խաղողի այգիներով, դաշտերով, առանձնատներով, տներով, հիվանդանոցներով, վանքերով ու եկեղեցիներով, որոնք բռնագրավվել են եւ որոնց արժեքը անհաշվելի է։ Գողությունը ներառում էր նաեւ մի բան, որի մասին քիչ է խոսվում եւ քիչ հայտնի։ Բանկային հաշիվների եւ արժեքավոր իրերի սեյֆերի արգրավումը բացահայտ սպանված հայերից։ Այս չափի կողոպուտի գումարը հաշվարկվում է որպես $22 միլիոն 1915 թվականի փողով։ Bankalardaki hesaplarına, değerli eşya kasalarına el konulmasını da içeriyordu. Soygunun bu boyutları tutarı 1915 yılının parasıyla $22 milyon olarak hesaplanıyor. Դադարեցրեք շղթումը, ընդունեք մեղքը բոլոր իրավական հետևանքներով։ Արդարադատությունը պետք է վերականգնվի, հակառակ դեպքում ցեղասպանության անեծքը չի վերանա այս հողերից։ Այս հայտարարությունը կարող է լինել ազդեցիկ, բայց խնդիրն այն է, որ կազմակերպությունը, որը տարածել է այն, ներկայացնում է, այսպես ասենք, Թուրքիայի հանրության լուսանցքային շերտը։ Սա հենց թուրք պատմաբան Հումիդ Քուրթի ձևակերպումն է։ Թուրքիայի ազդեցիկ շրջանակների հայտարարությունները բոլորովին այլ տոնով էին։ Էրդողանականներից բացի Թուրքիայում ազդեցիկ մյուս ուժը, որը իշխանությունը վերցնելու որոշ հնարավորություն ունի արտահերթ կամ հերթական ընտրություններով եւ դա կանխելու համար Էրդողանը ձերբակալեց նրանց նախագահի թեկնածու Ստամբուլի քաղաքապետին, Աթաթյուրքի հիմնած ժողովրդահանրապետական կուսակցությունն է։ Եթե Ստամբուլի քաղաքապետին բանտից ազատ չարձակեն, քեմալականների նախագահի թեկնածուն լինելու է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։ Եվ այս Յավաշը ծավալուն գրառում է արել հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահի ուղերձից հետո։ Թուրքիայի ընդդիմադիր գլխավոր եւ ամենամեծ կուսակցությունը նրա միջոցով ամբողջ աշխարհին հայտարարում է, որ մերժում է նախագահ Թրամփի, նրա բոլոր նախորդների եւ մյուս արևմտյան առաջնորդների ապրիլ 24-յան հայտարարությունները։ Նշելով, որ չնայած Թրամփը ի տարբերություն Բայդենի չգործածեց ցեղասպանություն եզրը, այդուհանդերձ երևում է, որ մեջբերում 1915-ի ժամանակաշրջանի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մերժում ենք եւ մեր որդեգրած այս գիծը վճռականությամբ շարունակելու ենք։ Որոշ երկրներից հնչող հայտարարությունների իրական նպատակները երկկողմ եւ տարածաշրջանային խաղաղությունը, անդորն ու կայունությունը չեն։ Գրել է ընդդիմության առաջնորդներից այս մեկը։ Հավելել է, թե Հայաստան-Թուրքիա եւ դրան զուգահեռ Հայաստան-Ադրբեջան խնդիրները բարիդրացիության հիմքի վրա ապագայակենտրոն ընկալմամբ հարատև հաղթահարումը դառնալու են
տարածաշրջանի երկրների երկկողմ եւ տարածաշրջանային խաղաղության, բարօրության եւ անդորի համար արժեքավոր սկիզբ։ Ու եթե այս մասով Թուրքիայի ընդդիմությունը միացել է իշխանության խորամանկությանը, ապա Հայոց ցեղասպանությունն ավելի համոզիչ ժխտելու մասով քայլեր են պահանջում Էրդողանից, նրան մեղադրելով անգործության մեջ։ Մտահոգությամբ տեսնում ենք, որ մեր երկրի իշխանությունը, որը Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ մյուսների 2021 թվականի ապրիլի 24-ին Թուրքիային ուղղված ցեղասպանության մեղադրանքներին ի պատասխան հայտարարում էր անհրաժեշտ քայլեր անելու մասին, այս հարցում արդյունավետ քաղաքականություն չի կարողանում վարել։ Ավելին, Բայդենի հայտարարությունից հետո Միացյալ Նահանգների տարբեր նահանգներում հայկական թեզերին աջակցող տարբեր կարգավորումներ են ընդունվում։ Մեր ազգը ցանկանում է իմանալ, թե 2021 թվականի ապրիլի 24-ից ի վեր Թուրքիան ինչ հակաքայլեր է արել, որովհետև մեր իշխանության լռությունն ու արձագանքների բացակայությունը քաջալերում են հայկական շրջանակների եւ նրանց աջակցող ուժերի։ Մեր երկրի դեմ ուղղված քաղաքականությունը եւ խրախուսում են նոր կործանարար քայլեր, նշել է Մանսուր Յավաշը, Անկարայի քաղաքապետը։ Եվ սա ցուցիչ է, որ Թուրքիայում քաղաքական պայքարի ցանկացած արդյունք Հայաստանի եւ հայերի համար կփոխի ոչինչ։ Կարող է փոխվել միայն այն, որ ցեղասպանության ժխտումն ու հետեւաբար հայերի դեմ թշնամանքն ու ատելությունն ավելի լայն դրսևորումներ գուցե ստանան։ Բաքվում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Ակգյունն է ինտենսիվ հայտարարություններ անում Զանգեզուրի Միջանցք կոչվածի մասին։ Ապրիլի 24-ից 2 օր առաջ հայտարարել է. Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները, որոնք մեկ ազգ, երկու պետություն ըմբռնումով են, ճգնաժամային ժամանակաշրջաններում վերածվել են կոնկրետ արդյունքների։ Թուրքիայի դեսպանը որպես օրինակ է բերել Արցախի հանրապետության տարածքի օկուպացիան եւ հիշեցրել այդ գործողության ընթացքում Թուրքիայի ամուր, բարոյական եւ քաղաքական աջակցությունը։ Իհարկե, ամենակարևորը, թուրքերը կանգ առնել չեն պատրաստվում։ Հարցազրույցում նշում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները ծրագրում են առևտրաշրջանառությունը 7 միլիարդից հասցնել 15 միլիարդի, բայց ցամաքային սահման չունեն։ Ունեն կարևոր նախագծեր։ Sayın Cumhurbaşkanımızın bu konudaki bütün Այս թեմայով պարոն նախագահի բոլոր հայտարարությունները եւ մեծ դրված հանձնարարականները առևտրաշրջանառությունը 15 միլիարդի հասցնելու մասին են։ Yolların açılması, ilişkilerin geliştirilmesine bağlı. Bu konuda da büyük projeler devam ediyor. Սա հնարավոր է իրագործել առևտրային ճանապարհները բացելով, հարաբերությունները զարգացնելով։ Այս ուղղությամբ մեծ նախագծերի իրագործումն է շարունակվում։ Մեկ այդ միջանցքի մասին հայտարարվածն է։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո Չինաստանից Լոնդոն գծում ձգվող թուրքական աշխարհի կենտրոնական միջանցքի հեռանկարը հսկայական զարգացում կապրի։ Այստեղ մեզ ուղղված հիմնական միջանցքային վտանգի կողքին կարևոր է նկատել նաեւ, որ թուրք դիվանագետը նշեց, սա իրենց միայն մեկ ծրագիրն է։ Եվ այո, Թուրքիան իր համար կենսական նշանակություն ունեցող Սյունիքի Հայաստանի տարածքի վերաբերյալ միայն միջանցքի ծրագրով չի սահմանափակվի։ Եվ իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Թեմել Դեմիրեր, ինչպես ինքն է ձևակերպում, զտարյուն թուրք, գրող, լրագրող, որը մեղադրվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով։ Սա նշանակում է դուրս է թուրքական ժխտողականությունից։ Երբ դիմեցի նրան հարցազրույցի խնդրանքով, նշել էի, որ թեմաները կլինեն հայոց ցեղասպանության ժխտումը, դրա պատճառները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման Փաշինյան-Էրդողան գործընթացը։ Կտրուկ մերժեց, ասելով, որ այդ կարգավորումը իրական չէ եւ ինքը չի հավատում դրան։ Համաձայնեց հարցազրույցին միայն երբ առաջարկեցի բացատրել իր այդ դիրքորոշումը։ Հարցազրույցը տպավորիչ դարձավ հենց առաջին վայրկյաններից։ Öncelikle sizi teşekkür demek istiyorum. Նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել հարցազրույցի այս հնարավորության ձեր ժամանակի համար եւ իհարկե սկսելու եմ հայոց ցեղասպանությունից։ Հրանտ Դինքի սպանությունից հետո դուք հայտարարեցիք, որ նրան սպանել են հայոց ցեղասպանության մասին խոսելու համար եւ ձեր նկատմամբ Թուրքիայի իշխանությունները քրեական հետապնդում սկսեցին 301-րդ հոդվածով Թուրքիան թուրքերին թրքությունը վիրավորելու մեղադրանքով։ Մոտ 2 տասնամյակ անց Թուրքիայում ինչ է փոխվել, hնարավոր է խոսել ցեղասպանության մասին։ Türkiye. Çok mu farkı var bu 20 yıl önceki Türkiye'den? Ya benim bu konuşmaya başlarken kafamda bir şey vardı. Sen benimle röportaj yaptığın için teşekkür ettin. Ben de bir Ermeni olarak senden ve tüm Ermenilerden özür diliyorum. Soykırım için. Այս զրույցը սկսելիս մտքումս մի ասելիք ունեի։ Դուք շնորհակալություն հայտնեցիք ինձ հարցազրույցի համար։ Ես ձեզնից եւ բոլոր հայերից ներողություն եմ խնդրում ցեղասպանության համար։ Հարցնում եք Թուրքիան տարբեր է։
Տարբերություն կա 20 տարի առաջվա եւ այսօրվա Թուրքիայի միջև։ Այո, կա։ Ամեն ինչ շատ ավելի վատ է։ 20 տարի առաջ 51 տարեկան էի եւ ինձ հետ կատարվածը ոչինչ էր։ Սա բացահայտ եմ ասում։ Այսօր շատ ավելի վատ բաներ են պատահում Թուրքիայում։ Սա բաց հայտարարում եմ։ Թուրքիայում տոտալիտարիզմ է տիրում։ Ուշադիր եղեք, չեմ խոսում ավտորիտարիզմի մասին։ Խոսում եմ բռնապետական ռեժիմի մասին։ Այս տոտալիտար ռեժիմը չի կարելի բացատրել մեկ մարդով։ Սա համակարգ է, թուրք-իսլամական գաղափարախոսության սինթեզ։ Պետությունը մոնոլիթ հասարակության կորպորատիվ ուժերով կազմակերպելու գաղափարախոսություն։ Այս առումով kան կարևոր զուգահեռներ Թուրքիայի եւ Մուսոլինիի şրջանի Իտալիայի միջև։ Haliyle de Mussolini İtalya'sıyla arasında önemli paralellikler vardır. Aynı şeyi biz kitaplardan Նույն վիճակի մասին, ինչ որ հիմա նկարագրեցիք, կարդում ենք հայոց ցեղասպանության շրջանի մասին գրքերում, եւ Մուսոլինիի ու նացիստների հետ ձեր նշած համեմատությունը եւս ունի պատմագիտական հիմնավորում։ Որպես Թուրքիայի քաղաքացի, որն ապրում է Թուրքիայում, մայրաքաղաքական Կարայում, ձեր նշած այդ ավելի ծանր վիճակն ինչպես է զգում, ինչպես է դրսևորվում։ Ya ben şöyle bir şey söyleyeyim. Այսպես կասեմ, ես հավատում եմ տնտեսության քաղաքականությանը։ Եկեք տեսնենք, թե Թուրքիայի տնտեսության հետ ինչ է կատարվում։ Ekonomik olarak bir felaketle yüz yüzeyiz. Bunu samimiyetle söylüyorum. Մենք տնտեսական աղետի առաջ ենք կանգնած։ Ես սա անկեղծորեն եմ ասում։ Օրեր առաջ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 42-ից բարձրացրեց մինչև 46%։ Դուք կարող եք հասկանալ, թե սա ինչ է նշանակում աղքատների համար, նրանց համար, ովքեր փող չունեն։ Թուրքիայում լուրջ տնտեսական անկում է, Թուրքիան փլուզվում է, եւ սա կատակ չէ։ Ya da susmanız gerekiyor. Başka seçeneğiniz yok. Բացի այդ, Թուրքիայում գոյատևելու համար կամ պետք է հավանություն տաս կառավարությանը կամ լռես, այլ ընտրանք չկա։ Այն պահից, երբ դու խոսում ես, այն պահից, երբ արտահայտում ես կարծիքդ, այն պահից, երբ գնահատականներ ես տալիս, քննադատում ես նրանց վարած քաղաքականությունը, ցանկացած ուղղությամբ թիրախավորվում ես։ Անցած օրը մի ծաղրանկար տեսա, գրված էր, եթե մտածեմ, բանտում կհայտնվեմ։ Թուրքիայում այս վիճակն է, ավելին կասեմ։ Dün çok ilginç bir şey oldu. Benim avukatım Selçuk Kocaağız, kendisini dün bıraktılar 8 yıl sonra. Ben kefiliyim, hiçbir şey yapmaz o çocuk. Sadece düşünce insanıdır. Davalara bakar. Bıraktıktan sonra bir... Իմ փաստաբանին Սելջուկ Քոզաղաչոլեին 8 տարուց ավելի բանտում պահելուց հետո ազատ էին արձակել, բայց ազատման որոշումը բողոքարկվել է եւ 24 ժամ չանցած նրան նորից բանտարկեցին։ Ինչու ազատեցին, ինչու նորից բանտարկեցին։ Պատճառների մասին ոչինչ չգիտենք։ Ես երաշխավորում եմ, որ նա ոչ մի մեղք չունի, պարզապես մտածող մարդ է։ Ազատ արձակումը կարծես կամայական գործողություն էր, որի առջևն առան։ Ավելին էլ պատմեմ, օրեր առաջ Չաղլայան դատարանում ընթանում էր Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո փողոց դուրս եկած եւ բողոքող ուսանողների դատավարությունը։ Ոստիկանությունը ոչ միայն նրանց էր ձերբակալել ցույցերի ժամանակ, այլև օղակի մեջ էր առել դատարանի շենքի առաջ նրանց աջակցելու եկած երիտասարդներին։ Այլ կերպ ասած, Թուրքիայում դատական գործի ընթացքին հետևելն անգամ խնդիր է։ Ընտանիքներին թույլ չեն տալիս դատարան մտնել։ Երեխան քոնն է, բայց դու չես կարող տեսնել նրան ինչպես են դատում։ Նրանք, ովքեր փորձում են մտնել դատարան, ձերբակալվում են։ Սա է քաղաքականությունը Թուրքիայում։ Բայց եթե թույլ տաք մի փոքր նաև պատմության մասին խոսեմ։ Երիտուրքերի միություն եւ առաջադիմություն կուսակցության Թուրքիան եւ քեմալական գործելակերպը, որը համապատասխանում է միություն եւ առաջադիմություն կուսակցության անատոլիական ազգայնականությանը, կարող էին մեզ հստակ նախանշաններ տալ այսօրվա մասին։ Genetik bir şifre vardır. Tarihiyle bağıntılıdır bu. Թույլ տվեք սա շատ հստակ եւ ուղիղ ասել։ Կա պատմական գենետիկ կոդ։ Kendisinden olmayanları nasıl susturduğunu hepimiz biliyoruz. Mustafa Kemal için de aynı şeyler söz konusudur. Բոլորս գիտենք, ինչպես էին երիտուրքերը լռեցնում նրանց, ովքեր իրենց կողմից չէին։ Նույնն էր անում նաև Մուստաֆա Քեմալը։ Այս համատեքստում կարծում եմ, որ Թուրքիայում պետության տոտալիտար բնութագիրը պետք է գնահատվի գենետիկ խնդրի շրջանակում։ Ինքս ծնվել եմ Չերքեզ մորից եւ թուրք հորից։ Yani şu anlamda Türklerin çok beğendiği Safkan Türklerden birisiyim ben. Yani benim kanım hakikaten Safkan Türk. Ama bir şey söylememe izin verin. Այս առումով ես այն զտարյուն թուրքերից մեկն եմ, որոնցով թուրքերը շատ են հիանում։ Իմ արյունը իսկապես մաքուր թուրքական է, բայց այն պահից, երբ ես դարձա հայերին, հայոց ցեղասպանությանն առնչվող այս խնդրի մի մասը ինձ կոչում են խառնարյուն, հայ, հույն, քուրդ։ Այլ կերպ ասած, Թուրքիայի Հանրապետությունում պարտադիր չէ թուրք լինել, երջանիկ լինելու համար։ Թուրքիայի դպրոցներում ամեն առավոտ երգում են «Երջանիկ եմ, որ թուրք եմ»։
Ճիշտ հակառակը, այս պետությունը պահանջում է կրել գործող պաշտոնական գաղափարախոսությունը։ Երբ դու անում ես դա, պետությունը քեզ ընդունում է, նույնիսկ եթե քուրդ ես։ Բայց այն պահին, երբ դու մերժում ես պաշտոնական գաղափարախոսությունը, դառնում ես Իսմայիլ Բեշիկչի։ Եվ ինչպես գիտեք, կարող եք լինել Հրանտ Դինք կամ որևէ այլ ընդդիմադիր։ Թուրքիայի Հանրապետությունը ձեզ հնարավորություն կտա դառնալ չբացահայտված հանցագործության զոհ։ Սա է վիճակը Թուրքիայում։ Sorununa değinmemiz gerekiyor. Ve böyle bir durumda Türkiye hükümeti, Erdoğan'ın hükümeti Եվ այսպիսի Թուրքիան, Թուրքիայի կառավարությունը, Էրդողանի իշխանությունը Հայաստանի հետ կարգավորման գործընթաց է սկսել։ Մենք ավելի վաղ հնարավորություն ենք ունեցել խոսել այս մասին եւ գիտեմ, որ դուք այս կարգավորումն իրատեսական չեք համարում։ Խնդրում եմ բացատրեք, թե ինչու, թեև արդեն բավականաչափ հիմքեր տվեցիք։ Եվ ըստ ձեզ, որն է այս գործընթացի իրական նպատակը։ Ինչու են այն սկսել։ bu normalleşme sözde süreci onlar başladı. Seni biraz güldürmek istiyorum. Şimdi gülmeye. Հիմա քեզ մի քիչ ծիծաղեցնել եմ ուզում։ Պատրաստվեք։ Հիմա այնպիսի բան կասեմ, որ ծիծաղելու եք։ Թուրքիայում խոսքի ազատությունը եւ քննադատության ազատությունը սահմանադրական իրավունքներ են։ Բայց այն պահին, երբ դուք խոսում եք եւ քննադատում եք, այսինքն երբ օգտագործում եք ձեր իրավունքները, դառնում եք խնդրահարույց։ Evet demesi o şeylerin çözümleneceği anlamına gelmez. Örneğin biz son günlerde Kürtler Այն որ Թուրքիայի կառավարությունն այսօր ինչ-որ բանի համաձայն է, չի նշանակում, որ այդ հարցերը կլուծվեն։ Օրինակ, վերջերս մենք մտել ենք քրդերի հետ հարաբերությունները, այսպես ասեմ, բացելու գործընթացի մեջ։ Բայց որքան մենք մտնում ենք այդ բացման գործընթացի մեջ, այնքան իրավիճակը վերածվում է փակուղու։ Նախկինում սա 4-5 անգամ փորձել են անել, եւ ամեն ինչ 4 կամ 5 անգամ ավելի է վատացել։ Bugün dünyada savaş rüzgarları esiyor. Այսօր աշխարհում պատերազմի քամիներ են փչում։ Կամ ինչպես իտալացի մեծ կոմունիստ Անտոնի Գրամշին է ասել, հրեշների ժամանակն է։ Աշխարհը գլխիվայր է շրջվում, Կովկասը գլխիվայր է շրջվում։ Ve Türkiye bu paylaşım savaşında Amerika'nın saflarında. Աշխարհը բաժանում են եւ այս բաժանման պատերազմում Թուրքիան Ամերիկայի կողմից է։ Մերձավոր Արևելքում եւ Կովկասում Թուրքիան Ամերիկայի դաշնակիցն է կամ կամակատարը, եւ այն ուժը, որի հետ Թուրքիան դաշինք է կնքել Կովկասում, Ադրբեջանն է։ Peki Azerbaycan'la Türkiye eğer ittifak halindeyse niye Ermenilerle barışsın? Azerbaycan'ın barışmaya ihtiyacı yok. Եթե Ադրբեջանն ու Թուրքիան դաշինքի մեջ են, ինչու պետք է հաշտություն կնքեն հայերի հետ։ Ադրբեջանին հաշտեցում պետք չէ։ Ավելին, կրկնում եմ, սա տեսնելը կարևոր է։ Կովկասի ներկա վիճակը կառավարելու համար ամերիկյան մտրակը օգտագործում է Թուրքիան, ներառյալ Վրաստանից մինչև Օսեթիա եւ վերև հասնելու համար։ Türkiye'nin Amerikan emperyalizminin uzantısı olduğu ve Amerika'nın, tekrar ediyorum, emperyal talepleriyle paralel özellikler taşıdığını görmeniz gerekir. Mesela Cumhurbaşkanı Erdoğan ne diyor? Ben Büyük Orta Doğu Projesi'nin Orta Doğu'daki temsilcisiyim diyor. Dikkat, bu dalga değil. Peki patron kim? Amerika Birleşik Devletleri. Այս իմաստով դուք պետք է տեսնենք, որ Թուրքիան պատերազմող երկիր է, որ Թուրքիան ամերիկյան իմպերիալիզմի շարունակությունն է, եւ որ այն ունի Ամերիկայի, կրկնում եմ, կայսերական պահանջներին զուգահեռ նպատակներ։ Օրինակ, ինչ է ասում նախագահ Էրդողանը։ Նա ասում է. Ես մեծ մերձավոր արևելքի նախագծի ներկայացուցիչն եմ մերձավոր արևելքում։ Ուշադրություն, սա կատակ չէ։ Ուրեմն ով է այդ նախագծի պատրոնը, ղեկավարը, Միացյալ Նահանգները։ Հետևաբար, քանի որ Ամերիկան իր սեփական շահերից բացի ուրիշ դաշնակից չունի, մենք չպետք է խոսենք Կովկասում կամ մերձավոր արևելքում ժողովրդավարական խաղաղության, հարաբերությունների կարգավորման կամ երկխոսության մասին։ Kafkasya'da, Orta Doğu'da demokratik bir barıştan, çözümden, diyalogdan değil. Այլ պետք է խոսենք Ամերիկայի եւ Թուրքիայի շահերին համապատասխան քաղաքականության մասին։ Ermenistan mağdursa, ağzını açmazsa işbirliği yaparız. Susarsa dost oluruz. Ama konuşmaya başlarsa kabullenmeyiz. Դե եթե Հայաստանն այս քաղաքականության զոհը լինի եւ լռի այդ մասին, ապա մենք կհամագործակցենք։ Եթե Հայաստանը լռի, ապա մենք կարող ենք ընկերներ լինել, բայց եթե Հայաստանը սկսի խոսել, ապա դա չենք ընդունի։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր քրդերի հետ հարաբերությունների պարագայում։ Ես կարճաժամկետ հեռանկարում չեմ տեսնում խաղաղության որևէ հնարավորություն Կովկասում, Սևծովում կամ Մերձավոր Արևելքում։ Դա երազ է։ Նրանք, ովքեր որոշակի ռազմավարական գիտելիքներ ունեն այսօրվա աշխարհի իրականության մասին, կարող
կարող են տեսնել սա։ Եթե ինձ հարցնեք, ապա սա շատ համարձակ հայտարարություն է, բայց կասեմ, վերադառնում ենք 19-րդ դարի սկզբի վիճակին, երբ մեծ տերությունները կիսում էին աշխարհը։ Նրանց ենթակա տերությունները շարունակում էին իրենց պատերազմները։ Ինչ վերաբերում է ճնշված երկրներին, նրանց ամբողջ ժողովուրդը ոտնակոխ էր արվում եւ ոչնչացվում։ Mazlum ülkelerse ayaklar altında bütün hakları gasp edilerek yok ediliyorlar. Նախագահ Էրդողանը միայն խոսում է Պաղեստինի վիճակի մասին եւ ոչինչ չի անում այդ տառապանքներին վերջ տալու համար, կամ ավելի ճիշտ անում է գաղտնի կերպով Ադրբեջանի նավթն ուղղորդում է դեպի Իսրայել ու արդեն կարևոր չէ թե ով ինչ է ասում։ Ինչպես Պլատոնն է ասել, կարևորը ոչ թե խոսքդ է, այլ գործդ։ Այսօր Թուրքիայի Հանրապետության քաղաքականությունը Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի կամ Եղբայրական Հայաստանի ուղղությամբ խոսքի մակարդակում է։ Իհարկե, մենք ուզում ենք անվճար խաղաղություն։ Ya da kardeş Ermenistan politikaları söz düzeyindeyse tabii barış isteriz, bedava. Barış istemek bedava. Ama bu barış masasına oturmaya gelince hayır, orada sadece siz kendiniz oturacaksınız. Başkaları oturmayacak. Խաղաղություն խնդրելն անվճար է, բայց երբ խոսք գնա վճարովի սեղանի շուրջ նստելու մասին, դուք միակը կլինեք այնտեղ նստած, մյուսները չեն nստելու։ Օրինակ, ես շատ բաներ եմ ասում հստակ ուղերձով։ Ermeniler, tarihinizi unutun. Bir katliama uğramadınız. Gıkınızı çıkarmayın. Susun, unutun. Հայերի հետ եղբայրության մասին խոսելը շատ հեշտ է, անվճար, բայց մենք ունենք մեկ պայման։ Հայեր, մոռացեք ձեր պատմությունը։ Դուք կոտորածի չեք ենթարկվել։ Այո, ձայն մի հանիր, լռիր, մոռացիր դա։ Հակադրանքը ակնհայտ է։ Այսօր սա Թուրքիայի պաշտոնական պետական քաղաքականությունն է։ Ես 4 կամ 5 անգամ դատարանի առաջ եմ կանգնել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով։ Արդեն մոռացել եմ հստակ քանի անգամ դատավորն ինձ ասում էր. «Ինչի մասին ես խոսում, թուրքերը ցեղասպանություն չեն իրագործել»։ Türkler diyor soykırım yapmadı. Ya dedim sen tarihçi misin, hakim misin? Yani bugün çok açık ve net olarak söylüyorum. Tarihsel bir hesaplaşma olmadan yol almak artık kabili mümkün değildir. Ես պատասխանում էի, դուք պատմաբան եք թե դատավոր։ Այսօր ես շատ ավելին եւ ուղիղն եմ ասում։ Առանց պատմական փոխհատուցման այլևս հնարավոր չէ առաջ շարժվել։ Երբ ես ներողություն եմ խնդրում ձեզնից, իրականում ներողություն եմ խնդրում ոչ միայն ձեզանից եւ հայերից, այլև Չորումի մեր տան հարևանության պապրող հայերից։ Փոքր երեխա էի, նստած պապիկիս ծնկներին, երբ զրուցում էր նրանց հետ, երբ առաջին անգամ հայ բառը լսեցի։ Հարցրեցի ովքեր են հայերը, ասաց երկնքի նման կապույտ աչքերով են, ասաց այս երկրից նրանց հեռանալուց հետո այս հողերի առատությունը վերացավ։ Հարցրեցի, պապիկ ուր են գնացել։ Ասաց գնացել են, նրանցից մնացել է արհեստագործությունը, մղձագործությունը։ Հետագայում կոշկակար ու միթիից իմացա, որ հայ վարպետներից է սովորել կրկնակի ասեղով աշխատել։ Հայերի մասին շատ պատմություններ էր պատմում, բայց նորից չկար պատասխանը, թե ուր գնացին։ Herkes her şeyi biliyor ama susuyor. Մենք բոլորս տեղյակ ենք ամեն ինչից, բայց լռում ենք։ Այս լռությանը պետք է վերջ դրվի։ Ես այն թուրքերից եմ, ովքեր սա բացահայտ ասում են։ Bunların konuşulamadığı bir Türkiye'de Ermenilerle barışı konuşmak, barışı konuşacağımıza inanmak nafile ve boş cevaplardır. Böyle bir realite yok. Թուրքիայում, որտեղ այս հարցերը չեն կարող քննարկվել, հայերի հետ խաղաղության մասին խոսելը եւ հավատալը, որ մենք կկարողանանք խաղաղության մասին խոսել, ապարդյուն եւ դատարկ հայտարարություններ են։ Այդպիսի իրականություն գոյություն չունի։ Մարդիկ միշտ ասում են այն, ինչ դիմացինն ուզում է լսել։ Լսիր, հիմա թույլ տուր քեզ մի բան ասեմ, որը քեզ դուր կգա։ İnsanlar hep böyle duymak istediklerini söylüyor. Bak şimdi ben seni hoşuna gidecek şeyler söyleyeyim. Barış çok yakında hani. Yakında Türkiye Cumhuriyeti Devleti sınırları açacak, sizlerle kucaklaşacak. Ne güzel yalanları söylüyorum değil mi? İnsanlar yalanları seviyor. Gerçekler acı ve zorlayıcıdır. Խաղաղությունը շուտով կգա։ Գիտես, շուտով Թուրքիայի Հանրապետությունը կբացի իր սահմանները եւ կընդունի ձեզ։ Ինչ գեղեցիկ ստեր եմ ասում, չէ՞։ Մարդիկ սիրում են սուտը, ճշմարտությունը ցավոտ է եւ մարտահրավերային։ Ես ոչինչ չգիտեմ միջազգային հարաբերությունների մասին, ես սովորական մարդ եմ, բայց իմ խորհուրդն է, որ շատ ավելի լավ է աչքերը բացել իրականության առաջ, քան երազների։ Öyle uluslararası ilişkilerden falan da anlamam. Ben sıradan bir insanım. Fazla özelliğim yok benim. Ama hayaller yerine gerçekler dünyasında gözlerimizi açmamız çok daha iyi. Sayın Demirer, neden siz böyle açık konuşuyorsunuz Ermeniler? Պարոն Դեմիրեր, դուք այսպես բաց խոսում եք հայերի եւ հայոց ցեղասպանության մասին, բայց ինչու այլ թուրքերի եւ թուրքական կառավարության համար այդքան դժվար է նույնն aնել։ Ինչու են դեռ շարունակում ժխտողականության քաղաքականությունը։ Neden hala inkar politikasını var? Benim çok güzel bir dedem vardı. Adı Kaleli Niyazi'ydi.
Սկսեմ սկզբից։ Սիրելի պապիս անունը Քալելի Նիազի էր։ Ասում են նրան շատ նման եմ։ Նրան տարան մասնակցելու անկախության պատերազմին։ Իզմիրում հույներին ծովը նետելուց հետո պապիս տուն տվեցին հենց ծովափին։ Պապս մերժեց, ասաց չի ապրի ուրիշ գայլի բնում, շրջվեց ու գնաց։ Կարծում եմ սա բարոյականություն է։ Մենք պետք է ամեն գնով լինենք այս բարոյականության մի մասը։ Դրա համար մենք պարտավոր չենք սոցիալիստ լինել։ Ես պարզապես կարծում եմ, որ մենք պետք է մարդ լինենք եւ խիղճ ունենանք։ Ես կարծում եմ, որ խիղճը մարդու մարդկության կողմնացույցն է։ Կարող ես լինել այնքան լավ մարդ, որքան ուզում ես, կարող ես լինել խելացի, բայց եթե խիղճ չունես, անիմաստ է։ Ինձ համար հայկական հարցը ճիշտ նույնն է, ինչ Պաղեստինի հարցը։ Sen istediğin kadar iyi bir insan olabilirsin, akıllı olabilirsin ama vicdanın yoksa boş. Bunların hiçbir anlamı yok. Benim için Ermeni meselesi tıpkı Filistin sorunu gibi. Ben gençliğimde Ես պատիվ եմ ունեցել երիտասարդ տարիներին զենքով կռվել Պաղեստինում։ Դա դարձել էր իմ խղճի պարտականությունը։ Ահա թե ինչու ես դարձա Թուրքիայի ազատագրման բանակի զինյալ։ Դրա համար էլ ինձ բանտարկեցին։ Ֆրանսիայում Աքսորում ապրեցի 11 տարի։ 11 տարի 8 ամիս 23 օր եւ 8 ժամ։ Դուք չեք հավատա, Աքսորում իմ լավագույն ընկերներն ովքեր էին, հայերը։ sürgünlük yaşadım. O sürgünde benim en iyi arkadaşım inanmayacaksın. Ermenilerdi. Mesela Yaşar Usta. Վարպետ Յաշարը ինձ սովորեցրեց արթուկ անել։ Հարստանոցում մի կին էր աշխատում, Անին։ Նա շատ համեղ ճաշեր էր պատրաստում։ Vardı Ani. Çok güzel yemekler yapardı. Bir gün Sefertas'ın 2 tane getirmeye başladı. Մի օր սկսեց ճաշի 2 տուփ բերել։ Երկրորդն ինձ համար։ Հարցրեցի, ինչու։ Ասաց, դու էլ Ստամբուլից ես, ես էլ։ Երբեք չեմ մոռանա Անիին, Տիկին Անիին։ Սա որպես պատասխանիս նախաբան եւ հիմա գալով Թուրքիայի խնդրին։ Երբ մենք երեխա էինք, ես Գայլիձակ էի Թուրգուտլու Ալբայրակի նախակրթարանում։ Gelelim Türkiye problemine. Ya biz çocukken ben Turgutlu Albayrak İlkokulu'nda ben yavru kurttum. Dikkat, yavru kurt. Ne demek yavru kurt biliyor musun? Büyüyünce kurt olmak için. Ուշադրություն, գիտեք ինչ է նշանակում գայլի ձակ լինելը։ Նշանակում է մեծանալ եւ գայլ դառնալ։ Ինչպես ասել է Հրանտիկինը, Թուրքիայում պաշտոնական գաղափարախոսությունը մարդասպաններ է ստեղծում խավարից։ Այդ մարդասպանները անմեղ են, պետությունն է նրանց այդպիսին դարձրել։ Նրանց առաջ դնելով միայն պահանջը, ուզում են հերոս լինել, ուզում են հայրենիքը փրկել։ Նման մի երեխա էլ ինձ վրա էր հարձակվել։ Բռնեցինք, հարցրեցի, ինչ ես անում, ասաց դու դավաճան ես, ինչու եմ դավաճան, չկարողացավ բացատրել, չգիտեր։ Այս ամենը պատմելով փորձում եմ բացատրել, որ Թուրքիայում մեծ կրթություն է պետք, պատմություն դասավանդել է պետք։ Իմ հարևան հայերը կային, նրանց լինելը ու չլինելը պատմության իմ դասն էր։ Ինչ պատահեց իմ հարևաններին, ես խնդրում եմ բացատրել բոլորին, նաև դատարաններում եմ հարցնում, ուր են հայերը, ինչ եղավ նրանց հետ։ Մենք նոր պատմական գիտության կարիք ունենք, բայց Թուրքիայում գոյություն ունեցող անգամ քեմալական պատմական գիտակցությունը նույնպես ավարտվում է։ Հիմա սկսում ենք Ալլահ Ակբար ասել։ Այլ կերպ ասած, նոր սերնդին դաստիարակում են լիակատար արմատական իսլամական ֆունդամենտալիզմով։ Var olan Kemalist tarih bilinci de bitiyor. Şimdi Allahu Ekber deyip başlıyoruz. Yani tam bir radikal İslam köktenciliğiyle eğitiliyor. Tarihçi Said Çetinoğlu'nun Ամիսներ առաջ պատմաբան Սայիդ Չեթինօղլուն ինձ հետ այսպիսի հարցազրույցի ժամանակ ասաց. չափազանցություն չի լինի ասել, որ Թուրքիայում հայերի եւ ցեղասպանության մասին այսօր էլ երակշռում է միտքը։ Այսօր լիներ նույնը կանեինք։ toplumunun tamamına yakında egemen olduğunu söylemek de abartı değil. Doğru. Ama bir şey söyleyeyim, değişen bir şey var. Hala biz varız. Bir avuç olsak da Ճիշտ է, բայց մի բան կասեմ, մենք էլ կանք։ Չնայած մենք մի քանի մարդ ենք, Թուրքիայում դեռ կան մի քանիսը, ովքեր կկանգնեն հայերի կողքին, եթե նրանց հետ կրկին վատ բան պատահի։ Կան մարդիկ, որոնք քայլում են հայերի հետ, որոնք կկանգնեն ու կասեն՝ դադարեցրեք սա։ Թափված արյունն ու տառապանքը անհետևանք չէին։ dur diyecek insanlar var. Yani dökülen kan, çekilen acı boşa gitmedi. Bugün çok daha fazlayız. Senden sadece ve sadece Hrant'ı nasıl yolcu ettiğimizi hatırlamanı istiyorum. Yani biz bugün varız. Ve hiçbir şey o kadar bedava değil. Եվ շատ շնորհակալ եմ ձեր այս դիրքորոշման ու հարցազրույցի այս հնարավորության համար։ Bunu çok önemlidir. Ben de çok teşekkür ediyorum. Seni tanıdığıma sevindim. Ես եւս շնորհակալ եմ, ուրախ էի քեզ հետ ծանոթանալու համար եւ գրկում եմ ձեզ բոլորիդ։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։